Պարոն Թովմասյան, շնորհակալ եմ զեկույցի համար։ Ես կուզեի վերջինս, թեև ասացիք նախագիծ է, բայց այնուամենայնիվ գաղափարի մասին մի փոքր խոսեք, որը վերաբերում է տարեցներին, կենսաթոշակառուներին։ Տեսեք, այսպիսի մի գաղափար կար, ժամանակին քննարկում էին եւ շատ եմ հանդիպել դեպքերի, երբ տարեց մարդիկ, հատկապես միայնակ տարեցների մասին է խոսքը, որոնք չունեն ժառանգներ, բայց ունեն սեփականություն եւ իրենց կյանքի վերջին տարիները ավելի բարեկեցիկ կամ առնվազն, հա, այդ սեփականությունը նույնիսկ հետո համայնքին կամ պետությանը ժառանգելու պայմանով իրենք ցանկություն էին հայտնում որևէ կերպ այսպես հաղորդակցության մեջ մտնել համայնքի կամ պետության հետ, իմանալով, որ իրենց կյանքի վերջին տարիներին առնվազն ավելի մեծ խնամ կստանան, լրացուցիչ աջակցություն կլինի կամ լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ կունենան, հա, այսինքն իրենք մի կողմից վստահելի ուրեմն կառույցի, որն է պետությունը կամ համայնքը, իր հետ կաշխատեն, կհամագործակցեն, ինչու ոչ, նաև կժառանգեն հետո սեփականությունը, բայց նաև այդ ընթացքում իրենք կունենան որոշակի լրացուցիչ երաշխիքներ։ Ինձ թվում է մի փոքր, այսինքն այս ձեր նշած նախագիծը որոշակի կարելի է նմանեցնել դրան եւ կուզեի նաեւ նշեք, թե ինչ կարող են անել, ինչպիսի հնարավորություններ է սա նախատեսում, ինչ նպատակներ է հետապնդելու, թեև ինչպես նշեցիք նախագիծ է, մանրամասները հետո կքննարկենք, բայց հիմա քանի որ ասացիք մի փոքր մանրամասնեք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ անչափ համար, իրականում շատ կարևոր հարց եւ բովանդակային թեմային վերաբերվող։ Տեսեք, ինչպես դուք նկարագրեցիք իրավիճակը, ենթադրենք Հայաստանի Հանրապետությունում բնակվում է թոշակառու, ով չունի ժառանգ կամ նույնիսկ եթե ունի ժառանգ, մենք չտարանջատենք եւ այդ թոշակառուն կամ ամուսիններ թոշակառուները ունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող գույք։ Եվ ինչ է տեղի ունենալու այս պարագայում, այո, այն պարագայում, երբ որ կարգավորումները նախագծով տրված կարգավորումները բացակայում են, թոշակառուն խնդիր ունի, թե որ մարմնի հետ պետք է ինքը կոմունիկացվի եւ ինչ մեխանիզմներով ինքը կկարողանա որոշակի աջակցություն ստանալ։ Իսկ այս կարգավորումները ինչ են առաջարկում, որ օրինակ եթե ես ինքս դիմեմ այսօր բանկին հիպոթեկային վարկավորմամբ, ինչ է տեղի ունենում, բանկը գումարը վճարում է համապատասխան սեփականատիրոջը, գույքը անցնում է ինձ, բանկի գրավի իրավունքն է գրանցում եւ ես սկսում եմ օգտագործել այդ գույքը եւ ամսական վճարումներ եմ կատարում համապատասխան վարկային պարտավորության դիմաց։ Այս պարագայում համապատասխան մեր հարգարժան թոշակառուն կկարողանա դիմել բանկին, ասել, որ ես ուզում եմ հետադարձ հիպոթեք իրականացնել, կգնահատվի այդ գույքը արդեն, գույքի արժեքը եւ կորոշվի այն տարիների քանակը, թե եւ այն գումարի քանակը, թե յուրաքանչյուր ամիս բանկը որքան գումար է վճարելու հետ թոշակառուին։ Եվ թոշակառուն այստեղ մարումների խնդիր չունի, ինքը ստանալու է որոշակի ժամանակահատվածի համար ըստ պայմանավորվածության ապրելու է իր տանը, ամենակարևորը չի փոխելու իր միջավայրը եւ ինքը մնալու է այն շրջանակներում, որտեղ որ ինքը այս պայդրությամբ է արկա, յուրաքանչյուր ամիս ստանալու է համապատասխան գումար, որը գումարվելու է իր կենսաթոշակին եւ ինքը ունենալու է ավելի լայն հնարավորություններ իր կյանքը կազմակերպելու, այդ թվում օրինակ ճանապարհորդելու կամ թեկուզ Հայաստանի Հանրապետություն, թեկուզ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ այս ծրագիրը իհարկե նախագիծ, իհարկե գաղափարները դեռևս կքննարկվեն, մենք արդեն իսկ դրել ենք շրջանառության մեջ եւ հուսով եմ, որ կկարողանանք մեր գործընկերների հետ գտնել այն կարգավորումները, որոնք կօգնեն, որպեսզի մեր թոշակառուները հենց այդ հարցերին ստանան արդեն ինստիտուցիոնալ պատասխան, այլ ոչ թե մտածեն պետական մարմնին պետք է դիմել, համայնքին պետք է դիմել, թե ով է այն հասցեատերը, ում պետք է համապատասխան հարցերը հասցեագրվեն։ Եվ սրա շրջանակում է ընդհանուր առմամբ այս կարգավորումը տեղի ունենալու։